Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, նախ ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, իսկապես կարևոր թեմա է, բայց չեք կարծում արդյոք, որ անգամ այս կարգավորումները արմատապես լուծում չեն տալիս առկա խնդրին, միայն խաղադրույքների ծավալը 25 անգամ ավելացել է վերջին 8 տարիների ընթացքում, բայց օրինակ հարկերի տեսքով ծավալի մեծ աճ չի արձանագրվում, այսինքն այդ խաղատները գեշահույթներ են ստանում, մեղմ ասած գեշահույթներ են ստանում եւ հանձնաժողովի նիստի ժամանակ նկատեցի, որ առաջարկություններից մեկի հետ կապված դուք եւ կառավարությունը ըստ էության լավ չկարողացա հասկանալ, իրար հասկացաք թե չէ, խոսքը մարդու եկամուտների 20%-ից ավել խաղադրույք չանելու սահմանափակման մասին է։ Այդ կետի մասով փոփոխություններ, առաջարկություններ ընդունվել են ձեր կողմից, ով է զիջել կառավարությունը, թե դուք այդ փոփոխությունը մնում է, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան, նախ ասեմ, որ ոչ թե 25 անգամ են աճել ծավալները, այլ 35 անգամ են աճել, բայց հարկերը անցած տարվա իմ նախագծի շնորհիվ մի փոքր մեզ հաջողվել է ավելացնել եւ այս տարի արդեն 23 միլիարդ ավել հարկ են վճարելու այս 4 կազմակերպությունները միասին վերցված եռապատկվել է խաղային турքը։ Ինչ վերաբերվում ինչքանով սա կօգնի 100 հազարավոր քաղաքացիների մուտքը կփակվի, դրանք թոշակառուներն են, նպաստառուներն են, տարբեր ծրագրերից օգտվող անձինք եւ նաեւ ինքնաշխատ եղանակով ինքնաարգելափակման միջոցով համոզված են բազմաթիվ քաղաքացիներ կարգելափակեն իրենց կայքը, քանի որ պարտված վիճակում հաճախ այդ որոշումը կայացնում են, բայց որոշ ժամանակ հետո փոշմանում են։ Իսկ կառավարության հետ կապված անհամաձայնությունը կապված է եկամուտների 20%-ի մասով, իմ առաջարկի 6-րդ կետով առաջարկում եմ, որպեսզի թույլատրելի չափ սահմանվի աշխատավարձի տարեկան եկամտի 20%-ը։ Այս մասով կառավարության հետ դեռևս քննարկում ենք, բայց հույս ունեմ ավելի շուտ վստահ եմ, որ համաձայնության կգանք, եթե 20% չսահմանվի, 25 կամ 30%-ի շուրջ հնարավոր է գալ համաձայնության, բայց ես պնդում եմ, որ այս կետը պետք է մնա, որովհետև չի կարող կապման մեջ չլինի մարդու պարտվելու չափը, այսինքն մարդու հստակ մենք օրենքով պետք է արձանագրենք, որ այսքանից ավել եկամուտի անձը չկարողանա խաղա։ Այսինքն, եթե ինքը ստանում է տարեկան օրինակ 1 միլիոն դրամ եկամուտ, նա չկարողանա 200,000 դրամից ավել պարտվի, ըստ իմ նախագծի 20%-ից ավելը չի կարողանալու խաղալ։ Արձագանք։ Հնարավոր է արձագանքի կշարունակենք։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե դուք կառավարության հետ 20%-ի շուրջ համաձայնության չեք գալիս, կառավարությունը դեմ է 20%-ին, հիմա ոնց եք խոսում, որ 20%-ը 25 կարա դառնա 30, այսինքն շեմը ըստ էության դուք բարձրացնում եք եւ այդ ինքնաարգելակման կոճակի հետ կապված այո իրավացի եք, այնքան հարցեր է տալիս այդ on-line կազինոն, երբ որ մարդը այդ ուժը իր մեջ գտնում է որոշումը կայացնելու, որ պետք է այդ հավելվածը ջնջի, մի ամբողջ կես ժամ կամ մի ժամ է տևում, այսինքն ամեն ինչ անում են, որ միևնույն է այդ արգելակումը անձի կողմից տեղի չունենա։ Խնդրում եմ նորից հստակեցնել։ Ինչ հայտարարի եք եկել, վերջնական տարբերակը որն է լինելու, քաղաքացին իր եկամտի քանի տոկոսն է կարողանալու խաղալ։ Այս բայդրությամբ նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ 20%-ի չափով, առաջինից երկրորդ ընթերցում կառավարության հետ այս հարցը եւս մեկ անգամ քննարկվելու է։ Կառավարությունը ասում է, որ այս հարցը ժամանակավրեպ է եւ խնդրում են հետաձգել, բայց ես պնդում եմ, չնայած կառավարության 20-ից ավել առաջարկներ ես ընդունել եմ ու ողջունել եմ կառավարության առաջարկները, ասեմ, որ հույս ունեմ, որ այս նույն կառուցողական տեմպով աշխատանքները կգնան եւ օրենքը կմտնի ուժի մեջ։ Ինչ վերաբերվում է ինքնաարգելափակմանը, ճիշտ եք ասում, այսօր չի գործում ինքնաարգելափակման օրենքը, որը որ կա, որովհետև այս ընկերությունները այնքան հարցեր են տալիս, որ մարդը չի կարողանում հասնել վերջնական այդ արգելափակման կետին։ Նաև հիմա պահանջում են, որպեսզի դատարանի որոշում բերեն քաղաքացիները, որով դատարանը նրանց կճանաչի անգործունակ։ Այս օրենքի շնորհիվ մի քանի վայրկյանի ընթացքում այդ հնարավորությունը քաղաքացիներին կտրվի։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, առաջինից երկրորդ ընթերցում պետք է օրենքը այնպես խմբագրենք, որպեսզի այդ հարցերը, որը ինքնաարգելափակումից հետո տրվելու են, լինի շատ կարճ, որ վայրկյանների ընթացքում ինքնաարգելափակումը մտնի ուժի մեջ։ Շնորհակալ եմ։